Նիկոլն ասում է, մեր օրոք դպրոցներ չեն փակվում, մեր օրոք դպրոցներ են կառուցվում։ Նայում եմ վիճակագրությունը, պարզվում է, որ Նիկոլի օրոք փակվել է շուրջ 25 դպրոց։ 3 թե 500 հատ դպրոց պետք է կառուցեին, կառուցել են 30-ը, փակել են 25-ը։ Բայց ուշագրավ է, որ Նիկոլը կարողացել է որոշ մարդկանց համոզել, թե ինքը դպրոց փակող չէ, այլ փակողը չար ու նախանձ Ժաննան է, կրթության, գիտության եւ այլնի նախարարը։ Բագարան գյուղի դպրոցը փակվում է։ Գյուղացին ասում է, խեղճ Հարիֆը տեղյակ չէ։ Ոնց էլի տեղյակ չէ։ Ախր հենց ինքն է չէ փակողը։ Ինքն է չէ դրա համաձայնությունը տալիս։ Ու ինքն է որոշում, որ այդ դպրոցի փակման թեման պետք է կառավարության նիստում բարձր չասել, պետք է անverջ խոսել, բարձրաձայնել միայն ասֆալտից։ Սրանք դպրոցի մասին չեն մտածում, կրթության մասին չեն մտածում, մտածում են իրենց աշխատավարձերի, պարգևավճարների մասին։ Նույն կառավարությունը, որ այսօր որոշեց դպրոց փակել, որպեսզի ավելորդ փող չծախսի, անիմաստ փող չտա երեխաների կրթության համար, ուսուցիչների աշխատավարձի համար, այդ նույն կառավարությունը որոշեց ու էլի չզեկուցվող թաքուն հարցով որոշեց 26 միլիոն դրամ տալ, որ ազգային ժողովում եւս մեկ վերելակ տեղադրեն։ 3 հարկանի շենք ընդամենը ալարում են ոտքով բարձրանալ ու վերելակ են ուզում տեղադրել, այն դեպքում, երբ մի քանի վերելակ արդեն կա ազգային ժողով։ Դպրոց պահելու համար գումարը համարում են անիմաստ, այդ փողով շատ թանկարժեք ավտոներ կարող է առնել ԿՊԱ-կան նախարարների համար, ժողովրդի իշխանությունը։ Իրենց ծախսերը սրանք չեն կրճատում, կրճատում են ձեր ծախսերը։ 4 գյուղի դպրոց փակում են, որ պարգևավճար տան, անիմաստ համերգներ կազմակերպեն ու հետո այս սենց պլակատներով նստում են ու փառաբանում կրթությունը։